1918 թվականի լոռու մարտը ճակատագրական եղավ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Կովկասի համար։ Անդրանիկը վիժեցրեց Դիլիջանի ուղղությամբ թուրքական զորքերի գլխավոր հարձակումը, որը նպատակ ուներ Դիլիջանով դուրս գալ Բաքու։ Խայտառակ պարտությունից հետո թուրքերը ստիպված հանձնեցին լոռու մեծ մասը։ Զորավար Անդրանիկը կանգնած է հայկական հերոսականության գագաթին։ Հայերն ամենուր նրան ցնծությամբ են դիմավորում։ Նրա խոսքերը նույնքան հատուկ են, որքան նրա սուրը։ Մի անգամ Տաճկա Հայաստանի արծվին հարցրել են, թե որոնք են նրա կյանքի ամենատխուր պահերը։ Զորավարը պատասխանել է, որ առաջինը Զավակի, իսկ երկրորդը Գևորգ Չաուշի մահվան լուրն է։ Անդրանիկ Օզանյան անունը սրտի թրթիռով են արտաբերել։ Շատ նորածինների Զորավարի անունով են կոչել։ Քչերը գիտեն, որ Զորավարին պատկանած այս եղջյուրակալ գրչամանը ի վերջո Պարույր Սևակին է հասել։ Զորավարի ծածկանունը Պարույր էր։ Նրա զինվորներից մեկն է առաջարկել նորածնին ապագա բանաստեղծին Պարույր կոչել։ Իմ սերունդը Անդրանիկի մասին շատ քիչ բան գիտի, չասելու համար համարյա բան չգիտի։ Դրա համար կարելի է շամոթից գետինը մտնել, որովհետև Անդրանիկի մասին բան չիմանալը հավասար է իր ժողովրդի նորագույն պատմությանը անգետ լինելուն։ Անդրանիկ Օզանյանի կենսագրությունը հարուստ է եւ օրինակելի։ Հիշենք ռազմական գործողությունների պատմության մեջ բացառիկ Մշո Առաքելոց վանքի պաշտպանությունը։ 21 օրվա դիմադրությունից հետո հայորդիները գիշերով ճեղքել են թշնամու օղակն ու հեռացել լեռներ։